Դիանա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում Լիլիթը կարծես վերջնականապես ցնորվել է, կորցրել է adekvatության սահմանը։ Նա այլևս չի տարանջատում լավն ու վատը, ճիշտն ու սխալը, վտանգն ու խաղաղությունը։ Իր քայլերով նա ինքն է իրեն ուղարկում դեպի հոգեբուժարան, ամեն սերիայում ավելի խորանալով իր խելագարության մեջ։ Սկզբում նա իրական մահափորձ կատարեց Աննայի դեմ, հրելով նրան, գետնին գցելով ու մտածելով, թե սպանել է։ Ահաբեկված, բայց միևնույն ժամանակ առանց որևէ զղջման Լիլիթը վազեց Բագրատի տուն ու պատմեց, թե իր կարծիքով վերջ է տվել Աննայի կյանքին, բայց հենց որ իմացավ Աննան ողջ է, նրա մեջ արթնացավ նախկինից էլ վտանգավոր կույր ատելությունը։ Նա գնաց Սոսի տուն, լցրեց վառելիքն ու իր ձեռքով հրկիզեց այն։ Լիլիթի ամբողջ կյանքի նպատակը դարձել է միայն մեկը՝ ամեն գնով խանգարել Աննայի ու Սոսի միությանը։ Եվ որքան էլ անհավատալի լինի, այս հարցում նա ու Միքայելը կարծես տարիներ շարունակ նույն ճակատում էին։ Միքոն նույնպես միշտ ցանկացել էր խանգարել նրանց սիրուն, խափանել նրանց երջանկությանը։ Սակայն այսօր ամեն բան փոխվել է։ Իր իսկ գործած անթիվ սխալների, ստերի ու դավաճանությունների պատճառով Միքոն մնացել է բացարձակ մենակ, իսկ երբ մարդ մենակ է մնում իր ընտրած ճանապարհի հետևանքների հետ, սկսում է տարբերել կարևորն ու երկրորդականը։ Միքայելի կյանքում սկսվել է ամենաբարդ շրջանը։ Հենրին հեռացել է երկրից։ Որդու բացակայությունը ոչ միայն ցավ է հոր համար, այլ նաև ծանր պատասխանատվություն, քանի որ Միքայելը գիտի, Հենրիի ու Անգելինայի հարաբերությունների փլուզման արմատները գալիս են հենց իր արարքներից։ Այդ պատճառով էլ այսօր նա փորձում է անել ամեն բան, որ երբեք չէր կարող անել անցած 25 տարիների ընթացքում՝ լինել անկեղծ։ Նա հանդիպում է Անգելինային, կանգնում նրա առաջ եւ առաջին անգամ չի փորձում արդարացնել իրեն կամ ինչ-որ բան թաքցնել։ Ասում է այնպես, ինչպես կա, ինչ եղել է 25 տարի առաջ, արել է ինքը ու միայն ինքը։ Արել է իր սիրո համար, արել է ցանկանալով պահել այն մարդուն, ում սիրում էր։ Արել է չմտածելով հետևանքների մասին, չմտածելով, թե ում կյանքն է կործանում։ Իսկ Հենրին այդ ամենում ոչ մի մեղք չունի։ Հանկարծ չփորձես արժեզրկել Հենրիի քո հանդեպ ունեցած սերը, ասում է Միքայելը։ Եվ իրոք, այս մի նախադասությունը ճակատագրական է դառնում Անգելինայի համար։ Նրա սիրտը բառացիորեն փշրվում է, նա չի դիմանում լարվածությանը, սկսում է լացել։ Միքայելը տեսնում է այդ ցավը, բայց այս անգամ ոչինչ չի ասում, պարզապես թողնում է ու հեռանում։ Խեղճ Աննան էլ հայտնվել է ստախոսների, դավաճանների, շահամոլների եւ անկարող մարդկանց շրջապատման մեջ։ Յուրաքանչյուր նոր բացահայտում ավելի է խոցում նրան, եւ ահա հերթական հարվածը։ Աննան իմանում է, որ նույնիսկ Ֆաինան, իր դուստրը, իմացել է ճշմարտության մասին եւ ինչպես բոլորը լռել է։ Չի ասել, չի օգնել, չի կանգնել մոր կողքին։ Աննան իրեն պահում է ուժեղ, բայց նրա ներսում ամեն ինչ կոտրված է։ Այս պահին միակ մարդը, ով կանգնած էր Աննայի կողքին, դա Անետն է։ Այն նույն Անետը, որը երկար ժամանակ ինքն էլ իր մեղքերն ու լռությունն ուներ, բայց հիմա նա է միակ լուսավոր կետը Աննայի մենության ու ցավի մեջ։ Իսկ այս պատմության բոլոր գծերը այժմ սրընթաց մոտենում են իրենց եզրագծին։ Լիլիթը սուզվում է խելագարության մեջ։ Միքայելը փորձում է փրկել այն, ինչից մնացել է միայն ստվեր։ Աննան հավաքում է իր վերջին ուժերը կանգուն մնալու համար։ Անգելինան կորցրել ու գտնում է իր ճանապարհը։ Սոսը անցնում է կրակի միջով հասնելու իր դստերը։ Եվ այս ամենը շարժվում է դեպի մեծ ավարտական հանգույց, որտեղ պատասխաններ են ստանալու բոլոր հարցերը։ Հարգելի հետևորդներ, արդյոք Անգելինան Միքոյի դաժան խոսքերից հետո Հենրիին կտա երկրորդ հնարավորություն։ Գրեք մեկնաբանություն։